Ուրեմն 15-րդ խոսքից Հովհաննեսը վկայում է Հիսուսի համար, սակայն մինչև Հովանու Ավետարանի 1:15-ից սկսելը նորից պիտի ետ գնանք եւ Հովհաննեսի անձի վերաբերյալ մի քանի ճշմարտություններ նորից բացահայտենք մեր համար։ Մատթեոս Ավետարանի 3-րդ գլխի 1-12 խոսքերը կարդանք, մի քիչ ավելի մանրամասն ճանաչենք Հովհաննեսի գործունեության սկիզբը։ Այն օրերումը եկավ Հովհաննես Մկրտիչը, քարոզում էր Հրեաստանի անապատումը եւ ասում. «Ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը, որովհետեւ սա է այն ասվածը Եսայի մարգարեի ձեռովը, որ ասում է. անապատումը կանչողի ձայնը, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները»։ Ուրեմն Հովհաննեսը ինքը հստակ հասկացել էր իր գործը, մանավանդ որ Եսայի մարգարեն իր համար մարգարեացել էր, դեռևս 5 դակարանում մենք այդ մասին իմանում ենք, ու սա շատ հրաշալի է համարներից մեկն է, որ բացի Տեր Հիսուսի մասին եղած մարգարեություններից, նաև այս վերջին մարգարեն Իսրայելի մեջ որ պիտի գար, նրա մասին բնականաբար մարգարեություն է եղել, որ պիտի գա այսպիսի մեկը, եւ մենք գիտենք, որ հետո մենք կկարդանք այդ համարները հայրերի սրտերը որդիներին, որդների սրտերը հայրերին դարձնելու համար, բայց մինչ այդ Եսայի 40-րդ գլխի մեջ կարդում ենք 3-րդ համարից. «Անապատի մեջ կանչողի ձայնը, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար։ Ամեն ձոր բարձրանա եւ ամեն սար ու բլուր ցածանա եւ ծուռը ուղիղ դառնա եւ խորթուբոր տեղերը հարթահատակ եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն, որովհետեւ Տիրոջ բերանն է խոսել»։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ Հովհաննեսի համար եղել է մարգարեություն։ Անապատում կանչողի ձայնն էր ինքը։ Ուրեմն ինքը չէր կանչողը, այլ մի տեսակ ինքը Տեր Հիսուս Քրիստոսի ձայնն էր։ Անապատումը կանչողի ձայնը, կանչողը ինքը չէր, այլ կանչողի ձայնն էր։ Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը։ Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, մենք հասկանում ենք, որ ինչպես կարող է մարդը պատրաստել Տիրոջ ճանապարհը, արդեն վերևում մի նախադասությունը բավարար է, բայց մեկնության կարիք ունի եւ ինքը մեկնում է. ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Պատրաստ անել Տիրոջ ճանապարհը նշանակում է ապաշխարել։ Ուղիղ արեք նրա շավիղները։ Այսինքն եւ որպիսի Աստված, որպիսի Տեր Հիսուս մարդու սիրտը գա, այդ սիրտը պետք է պատրաստի, որ իրեն պիտի պատրաստի, Աստծո ուզած ձևով ինքը պիտի իր առջև գա, որպիսի հոժարաբար, որովհետև Աստված ոչ մեկի սիրտը ստիպողաբար ներս չի գալիս, հավատքով եւ անկեղծությամբ իր սիրտը պիտի տրամադրի Աստծուն, որպես Աստծո բնակարան։ Ինքը Հովհաննեսը ուներ իր հագուստը ուխտի բրդից եւ կաշիե գոտի իր մեջքին եւ նրա կերակուրն էր մարախ եւ վայրի մեղր։ Սա ունիկալ մի դեմք է ամբողջ Աստվածաշնչում։ Այս անձնավորությունը ընդամենը մի հանդերձ ունի եւ շեշտված է ուխտի բրդից։ Ես կոնկրետ հեռու եմ այն մտքից, որպեսզի նկարագրեմ տեսակը, թե այդ ինչ հագուստ է եղել, սակայն դատելով 5 կտականյան մարգարեների հագուկապից, որոնք հաճախ էին քուրձեր հագնում, իհարկե ուխտի բրդից նաև կարելի է շատ փափուկ բաներ պատրաստել, բայց մեծամասամբ մենք կարող ենք հիշել ընդամենը քեչա բառը,
որը թաղիքի այդպես ասած իմաստ ունի։ Ինչու պետք է ինքը հակած լիներ ուխտի բրդից, հենց ինչու է այդպես շեշտված։ Ես դժվարանում եմ ասել, բայց մի բան հստակ է, որ քուրս կոչված հանդերձը ուղղակիորեն մարդու մարմնին էր դիպչում, եւ այստեղ Իրանն էլ այդպես ուղղակի մարմնին էր դիպչում, եւ երկու մեծ էֆեկտ էր բերում։ Մեկը, որ մի դիրքից եթե ինքը փոխվում էր անմիջապես ծակոտկեները, այսինքն այդ բուրդը ինքը ուներ քեչան այդպես ասած ծակծկելու հատկանիշ, ինքը մի դիրքով եթե քներ միջև լույս կքներ, բայց եթե շարժվեր ինքը անպայման կարթնանար ծակոցից եւ թերևս գիշերային հսկումների նաեւ հնարավորություն լիներ իրեն։ Աղոթքների մասին է խոսքը։ Մյուս դեպքում էլ թերևս սա այն հանդերձն էր, որը չէր քրտնեցնում։ Մենք հիշենք, որ հին ուխտում էլ Աստված քահանաներին այնպիսի հագուստի ձև տվեց, տեսակ, որպեսզի իրանք չքրտնեին։ Եվ քահանաները միշտ պետք է անուշահոտ յուղով օծվեին։ Հիմա քանի որ ինքը ապրում էր առանձին եւ դեռ պատանի հասակից թերևս ինքը տանից դուրս էր եկել, հիշում եք ես Հովանեսի ծնողների վերաբերյալ մի երկու ակնարկ կարել է, ով կարող է հիշեցնել ինձ։ Երբ Հովանեսը սկսեց գործել, ծնողները որտեղ էին բա։ Արդեն ննջել էին կամ եղբայր։ Այո։ Եվ այս անձնավորությունը բացարձակապես Տիրոջ ձեռքերի մեջ էր, եւ կավ ժամանակը եւ ինքը դուրս եկավ եւ սկսեց գործել։ Նրա կերակուրի վերաբերյալ էլ, կաշի է գոտի իր մեջքին, հանդերձը դե բնականաբար ամուր մարմնին այդպես փակցված լինելու անհրաժեշտություն կար, եւ ուտում էր մորեղ եւ վայրի մեղր։ Իհարկե, մորեղների ամեն տեսակը չէ, որ արևելքում ուտում էին։ Հիմա էլ կան այդպիսի արևելքում էլի արաբների սովորության մեջ դա կա, մորեղի տեսակներ կան, որ իրենք յուղի մեջ անմիջապես տապակում են այդպես ասած եւ ուտում են։ Չոր վիճակում էլ են ուտում։ Բայց թե ինչ մորեղների տեսակ են, ես դա չեմ կարող ասել։ Եվ վայրի մեղր։ Մեղրը մենք գիտենք ինչ հատկանիշ ունի, եթե նույնիսկ մարդ օրվա մեջ ոչինչ կերած չլինի, թեկուզ 1-2 գթալ մեղր էլ կերած լինի, դա բավարար է, որ այդ օրը ինքը ապրի։ Այն ժամանակ դուրս էին գնում նրա մոտ Երուսաղեմը, բոլոր Հրեաստանը եւ Հորդանանի բոլոր կողմերը։ Ուշադրություն դարձրեք, որ Հովանեսը ինքը լսարան չի ընտրում, ինքը մի տեղում է գտնվում, որտեղ պիտի ինքը ընդամենը խոսի, մենակ է, լսարանը կապահովի Աստված։ Երուսաղեմում գոյություն ուներ տաճար, եւ ժողովուրդը տաճարի տեղը գիտեին, գնում էին պաշտամունքի, բայց ահա մենք տեսնում ենք, որ ամբողջ Երուսաղեմը, Հրեաստանը, Հորդանանի բոլոր կողմերը դեպի Հովանես Մկրտիչ են գալիս։ Այսինքն ժողովուրդը հասկանում է, որ քահանաներից ու քահանայապետերից ավելի բարձր կոչումով մեկը կա, որը Աստծո անունից է խոսում, բայց նրանց նման չի։ Եվ Աստված այնպիսի տեսքով էր Հովանեսին մեջտեղ բերել, ու ինչպես կարդում ենք, հասարակության այնպիսի շերտերը պիտի գնային դեպի Աստված, որոնք հոգնած ու բեռնավորված պիտի լինեն, աղքատներ պիտի լինեին։ Այն ժամանակ դուրս էին գնում նրա մոտ Երուսաղեմը, բոլոր Հրեաստանը, Հորդանանի բոլոր կողմերը, եւ մկրտվում էին Հորդանանի մեջ նրանից իրանց մեղքերը խոստովանելով։ Ինչ մկրտություն էր այս մկրտությունը։ Պողոս առաքյալը Գործք առաքելոցում Եփեսոսի աշակերտներին երբ հանդիպեց, որոնց ասեց, երբ հավատացի կարիք Սուրբ Հոգին, ասեցին մենք չենք էլ իմացել, որ Սուրբ Հոգի կա,
Ասեց ինչով մկրտվեցիք, ասեցին Հովանեսի, ասեց Հովանեսը ապաշխարության մկրտությամբ էր մկրտում։ Ինչ էր այդ ապաշխարության մկրտությունը։ Այդ ապաշխարության մկրտությունը Հովանեսը որ կատարում էր, նպատակն էր իրանից հետո եկողին լսելու։ Նա պատրաստում էր այդ ժողովրդին, կարծես ասում էր, որ այս մկրտությունը վկայություն է անում, որ դուք ուզում եք ինձանից հետո եկողին հետևել, պատրաստ եք Մեսիային ընդունելու, այո։ Հիմա քանի որ դուք ուզում եք, որ Մեսիային ընդունեք, դուք առժամանակ պետք է իմ աշակերտները լինեք։ Եվ նրանք մկրտվում էին Հորդանանում իրանց մեղքերը խոստովանելով։ Երբ որ նա տեսավ, որ փարիսեցիներից եւ սադուկեցիներից շատերը գալիս էին իր մկրտությանը, ասեց նրանց. «Իժի զավակներ, ով ցույց տվեց ձեզ փախչել այն գալու բարկությունիցը»։ Շատ հետաքրքիր է, որ արտառոց որևէ բան չէին արել ոչ փարիսեցիները, ոչ սադուկեցիները։ Մարդիկ եկել էին Հովանես մկրտչից մկրտվելու, սակայն Հովանեսն անմիջապես վրա է ապրծնում եւ նրանց իժի զավակները անվանում։ Այստեղ խնդիրը որն էր, մկրտող անձնավորությունը պետք է հստակ իմանա, թե ում է մկրտում։ Հովանեսը մարգարե լինելով միանգամից բացահայտեց, թե նրանց շարժառիթները մկրտվելու որն է։ Ոչ թե փարիսեցիների ու սադուկեցիների մկրտվելու շարժառիթը Տեր Հիսուսին հետևելն էր, Մեսիային ընդունելը կամ Հովանեսի այլևս աշակերտ լինելն էր։ Նրանց շարժառիթը ընդամենը սա էր։ Չլինի իսկապես այս մարդը Տերիցն է, եւ մենք հանկարծ իր ասածը չանենք, եւ հետո Աստծո բարկությունը մեր վրա իջնի։ Եկեք գնանք իր մոտ մկրտվենք, գնանք մեր բանին էլի, որ Աստված հանկարծ մեր վրա չբարկանա, ասենք տես, ինչ որ եթե քո մարգարեն ուզում էր, ասում էր, մենք էլ ենք արել։ Սա է տրամաբանությունը իրենց։ Առանց ապաշխարության պտուղների։ Եվ դրա համար Հովանեսը շեշտադրում արեց, նախ ինքը մարգարե լինելով բացահայտեց իրանց այսպիսի վիճակը ներքին եւ ասեց. «Արդ ապաշխարության արժանի պտուղ արեք»։ Այսինքն, եթե մեկը ապաշխարության կոնկրետ փաստեր չունի, պտուղ չունի, նրան հնարավոր չէ մկրտել։ Իսկ որոնք են այդ արժանի պտուղները ապաշխարելու կամ ապաշխարողի։ Ամենից առաջ սա է։ Բացի այն, որ մարդը իր մեղքերը խոստովանում է, զղջում է իր ապրած կյանքի համար, ընդունում է Հիսուս Քրիստոսին, այսօրվա մեր մկրտության իմաստով ենք խոսում, որպես Տեր ու Փրկիչ, միաժամանակ չի վախենում դավանել նրա անունը, որովհետև Աստծո խոսքն ասում է, ով որ ինձ ամոթ համարի, Տեր Հիսուսն ասեց, ով որ ինձ ամոթ համարի այս չար եւ շնացողազի մեջ, ես էլ նրան պիտի ամոթ համարեմ, այսինքն ես էլ նրան չպիտի իմ հոր առաջ դավանեմ, որպես իմ աշակերտը։ Հետևաբար հնարավոր է մարդը սիրում է Աստծուն, մարդը զղջացել խոստովանել է անգամ, բայց վախենում է դավանել Քրիստոս։ Այսպիսի անձնավորությանը չենք մկրտում։ Եթե նա հասարակության մեջ իրեն երբ որ հարցնում են իրա ով լինելը, որպես քրիստոնյա, ինքը հստակ դավանություն չունի, այսպիսի մարդուն չպետք է մկրտել։ Նա պետք է իր ընտանիքի մեջ հայտնի լինի, նա շրջապատում պիտի հայտնի լինի։ Ինչպես Տերն ասեց, որ ճրագը չի վառվում դրվում գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի լուսավորի։ Եվ ահա արգելքը փարիսեցիների, սադուկեցիների սա էր, որ նրանք ապաշխարության արժանի պտուղ չունեին։ Դեռ մի կողմ, որ իրանց ողորմություններն անգամ երևալու համար էին անում, վարդապետությունն էին ծռել, մենք հայր ունենք, ասում էին, մենք հայր ունենք Աբրահամին։ Եվ ինքը Հովանեսն ասում է, մի ասեք այդպես, որովհետև ասում եմ ձեզ, թե Աստված կարող է այս քարերից որդիներ հարուցանել Աբրահամի համար։ Արդեն կացինն էլ ծառերի արմատին դրված է,
Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի։ Այստեղ շատ հստակ դրված է այն խնդիրը, որ մարդու կենսակերպը պիտի փոխվի, ապաշխարած մարդու կենսակերպը պիտի փոխվի։ Համեմատվում է մարդը ծառի հետ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի։ Հիշենք, որ այգու տերը եկավ եւ ծառաներին ասեց, այս թզենին, այս ծառը մի շատ տեղ է զբաղեցնում, գալիս եմ անընդհատ պտուղ չի տալիս, կտրի, որովհետեւ իզուր զբաղեցնում է տեղը։ Եվ այսպես Աստված պտուղ է ակնկալում, երբ որ պտուղ չկա, անպայման պետք է այդ տեղը ազատի, պետք է ազատվի, որովհետեւ պետք է ուրիշ ծառ տնկվի։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Հովհաննեսը զգուշացնում է այդ մասին։ Բանը նա չէ, որ երևույթապես դուք ցույց եք տալիս ձեզ բարեպաշտներ։ Անկամ ձեր աղոթքները, ինչի փարիսեցին չէր աղոթում։ Դեռ ոչ միայն աղոթում էր, այլ մաքսավորին էլ օրինակ էր բերում, ասում էր դրա նման չէ։ Ողորմություն չէր անում էր, շաբաթ 2 անգամ էլ ծոմ էր պահում։ Սակայն այս ամենով հանդերձ այս փարիսեցին փրկված չէր, քանի որ ինքը իր ներսում ավանդաբար հրեական ավանդությունների համաձայն իրանց հավատքը Աբրահամի հետ կապված հավատք էր։ Իրենք ավելի շատ ազգային տրադիցիոնալ ընտրյալ ազգ լինելով էին, այդ մանիայով էին տարապում, քան պրակտիկորեն, որ ազնիվ մաքուր աստվածապաշտ պիտի լինեին։ Եվ Հովհաննեսը այսպիսիներին չէր կարող մկրտել։ Եվ ինքը շարունակում է. Ես ջրով եմ մկրտում, այլ կերպ ես ջրում եմ մկրտում։ Խնդրում եմ սա միշտ հասկացեք, շատ անգամ ջրով այդ ով վերջավորությունը մարդկանց շատ է շփոթեցնում։ Իրականում ես ջրի մեջ եմ ընկղմում ձեզ, որովհետև մկրտվել բառ բապտայզո նշանակում է ընկղմել, թաղել։ Ես ձեզ թաղում եմ ջրի մեջ, Հովհաննեսը այսպես է ասում, ապաշխարության համար, բայց իմ ետևից եկողը ինձանից զորավոր է, որի կոշիկները վեր առնելու ես արժանի չեմ, կապերը արձակելու ուրիշ տեղ։ Նա ձեզ կմկրտե Սուրբ Հոգով եւ կրակով։ Ես ասել եմ, որ Սուրբ Հոգով եւ կրակով արտահայտությունը մի քիչ պետք է նայենք խմբագրական որոշելի վրիպում կա այստեղ։ Սուրբ Հոգով, այսինքն կրակով։ Չկա երկու մկրտություն, հոգով մկրտություն առանձին եւ կրակով առանձին։ Սա նույն մկրտությունն է, որ հոսելին նրա ձեռին է, եւ նա կսրբե իր կալը եւ իր ցորենը կհավաքե շտեմարանը, իսկ հարդը կայրե անանցանելի կրակով։ Ինչպես նկատում եք, եկեղեցում կարող են լինել եւ ցորենի հատիկներ եւ հարդը դա ցորենի այդ պատիճն է, հատիկը երբ որ ինքը դուրս է գալի, այդ պատիճը արդեն ինքը հարդ է, ինքը խոտ է, ինքը պիտանի չի, նույնիսկ մենք համուն են տալիս, որպեսզի թեթև հատվածները ինչ լինի, հեռանա։ Նույնպես շատ հավատացյալների համար այս քամին պետք է։ Եթե իրանք ցորեն են, իրանք վտանգ չունեն, իրանք ծանր են, իրանք կմնան իրենց տեղում։ Իսկ եթե հպանցիկ այդպես հավատացյալներ են, այդ քամին, այդ հարդին կտանի։ Եվ բնականաբար այդ հարդը ոչ մի բանի պիտանի չի, եւ Աստված ինքը, Տեր Հիսուս ինքը, ինչպես որոմների առակում կարդում ենք, թույլ տվեք, որ միասին աճեն։ Որոմները սկզբում կհավաքվի կայրվի, իսկ հասկը, ցորենը ամբարների մեջ կժողվի։ Սա մի շատ գեղեցիկ պատկերավոր օրինակ է, որով ցույց է տրվում, թե Աստծո երկայնամտությունը ինչքան սերը, քաղցրությունը ինչքան մեծ է, որ շատ հաճախ մենք աչքի երևույթով ասում ենք, լավ, Աստված չգիտեր, որ այս մարդը իրան ուրանալու է։ Իհարկե գիտեր, բայց ինքն է իր կալը սրբողը։ Մենք իրավունք չունենք որևէ գործի մեջ Աստծո մենք փորձենք թափանցել եւ մտածել, թե ինչի ինքը այսպես անում կամ այնպես։ Դա անիմաստ է։ Այսպիսով մենք միջև 12-րդ խոսքը լսեցինք Մատթեոս ավետարանի 3-րդ գլխի 1-ից 12, որում մենք համար բացահայտեցինք Հովհաննես Մկրտչին եւ նրա քարոզչության առաջին խոսքերը։ Մարկոս 1-ից 8-ն էլ լսենք, Աստծո որդի Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը։ Ինչպես գրված է մարգարեներում, ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին,
Կանչողի ձայնը անապատում է պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ շիտար արեք նրա շավիղները։ Բանն այն է, որ երբ որ մենք կարդում ենք այդ համարը, որ այստեղ Հովհաննես Մկրտիչը կարծես հրեշտակի հետ է համեմատվում, ես հրա վերաբերյալ բավական խոսել եմ, բայց նորից կխոսեմ, որպեսզի մենք ճիշտ հասկանանք, եւ սա մի հրաշալի համարներից մեկն է, որը ցույց է տալիս, թե մի նախադասության մեջ քանի հազար տարվա պատմություն կարող է լինել։ Ես նորից եմ կրկնում, մարգարեությունների տողեր կան, որ այդ տողերի մեջ սկզբի ու վերջի արանքում մի քանի հազար տարի անցնում։ Եվ սա մարդը դժվար կարող է հասկանալ, բնականաբար, եթե Սուրբ Հոգին չբացի այս գրելու ոճը իր։ Մաղաքիա մարգարեության 3-րդ գլխի առաջին խոսքն էր, որ մենք քիչ առաջ լսեցինք. «Ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջին, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին»։ Այսինքն Հայր Աստված ասում է Հիսուսին. «Ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ պատրաստե քո ճանապարհը քո առաջին»։ Հովհաննեսը Հիսուսի ճանապարհն էր հարթում դեպի ժողովուրդը։ Հիմա տեսեք ինչ է գրված այս համարը Մաղաքիա մարգարեության 3:1-ից լսենք։ Ես ուղարկում եմ իմ դեսպանը։ Լսեցիք, դեսպանը, չի գրված հրեշտակ, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին եւ հանկարծակի է գալու տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք, ահա նա գալիս է, ասում է Զորաց Տերը։ Եվ ով է նրա գալու օրը տանողը, եւ ով է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետև նա հալեցնողի կրակի պես է եւ թափիչների օճառին պես, եւ նա նստելու է իբրև արծաթ հալեցնող եւ մաքրող, եւ մաքրելու է ղևի որդկանցը եւ զտելու է նրանց ոսկիի ու արծաթի պես, եւ նրանք կլինեն արդարությամբ ընծամ մատուցանողներ Տիրոջ համար։ Հիմա ուշադրություն դարձրեք, ես իմ հրեշտակն ուղարկում եմ, սրա մասին ես խոսել եմ, որ շատ անգամներ հրեշտակ բառը, որ մենք կարդում ենք դեսպան բառն է, ինչպես եւ մենք հայտնության գրքի եկեղեցիների մասին, որ պատգամ է ուղարկվում, այնտեղ էլի գրվում է այդպես. Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր, Թիվատրիայի եկեղեցու հրեշտակին, Պետգամոնի եւ այդպես շարունակ։ Ովքեր են այս հրեշտակները։ Այս հրեշտակները այդ եկեղեցու սպասավորներն են, հովիվներն են։ Պողոս առաքյալը ինքն ասում է, որ ինքը Աստծո դեսպանն է երկրի վրա եւ ասում է հաշտվեցեք Աստծո հետ։ Այլ կերպ ասած մարգարեական ծառայությունները հնում մենք տեսնում ենք Աստծո դեսպանորդներն են եղել, մարգարեները։ Եվ նրանք հաճախ նաև կոչվել են հրեշտակներ, ինչու, որովհետև հրեշտակները պատգամաբերներ են։ Պատգամաբերներ են։ Եվ այստեղ մենք թևավոր ինչ-որ արարածներ չենք տեսնում, այլ հենց անձամբ իրան ենք տեսնում, այսինքն այն անձնավորությունը երկրի վրա մարդ, որը այդպես էլ կոչվում է։ Ես զարմանալի բան պիտի ասեմ։ Աստված ինձ էլ է ասել հրեշտակ, որը ես շատ լավ հասկացել եմ, որ ոչ թե Աստված ինձ ասում է, որ ես թևեր ունեցող մեկն եմ, երկնային արարած եմ, որ իջնում եմ մարդակերպ եւ ապրում եմ երկրի վրա, ոչ, քավլիցի։ Ես սովորական մարդ եմ, բայց այդ անգելա բառը ինքը դեսպան բառն է եւ այո, Աստված մեզ էլ այս երկրի վրա դեսպաններ ա դրել։ Ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին եւ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը։ Այս սրա մասին եմ ասում։ Տեսեք, կա հստակ ժամանակների տարբերություն, որ մի անգամ սա եղել է, Տեր Հիսուսը եկավ, հանկարծակի է գալու տաճարի մոտ այն Տերը, բայց շարունակությունը ցույց է տալիս, որ բարկության օր գոյություն ունի, որը Հիսուսը պիտի հայտնվի, եւ այդ ժամանակ ինքը պետք է ինչ անի, ասում է եւ ով է նրա գալու օրը տանողը, հանկարծակի է Տերը գալու, ով է նրա երևալու ժամանակին կանգնողը, նա հալեցնողի կրակի պես է։ Սա թերևս լինի յոթնյակի վերջում, որ Տերը պիտի գա։ Եվ հիմա տեսեք, Հովհաննեսից հետո արդեն անցել է շուրջ 2000 տարի։
Եվ այդ յոթնյակի վերջում, երբ որ Տերը պիտի գա երկրաշարժ Երուսաղեմում 1/7 մասն է փրկվելու, եւ պիտի աչքերով տեսնեն նրան, որ գալիս է, ում խոցել են, եւ Հակոբի մնացորդը պիտի փրկվի, պիտի ապաշխարեն այդտեղ։ Եվ Տերը հանկարծակի է գալու։ Ուրեմն այսպիսով մենք ինչ ենք տեսնում, որ մեկ նախադասության մեջ կարող է լինել մի հսկայական ժամանակահատված, եւ սա Սուրբ Հոգին այդպես է հաճեցել շարադրել։ Մարկոս ավետարանի 1-8-ն ենք շարունակում, ուրեմն կարդացինք այդ մասին, կանչողի ձայնը անապատումը պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ շիտակ արեք նրա շավիղները։ Հովանեսը անապատումը մկրտում էր եւ ապաշխարության մկրտություն քարոզում մեղած թողության համար եւ գնում էր նրա մոտ Հրեաստանի բոլոր երկիրը եւ ամեն Երուսաղեմացիք եւ ամենքը նրանից մկրտվում էին Հորդանան գետումը իրանց մեղքերը խոստովանելով։ Սեներ, եթե հստակ գրված է, որ գետումն էին մկրտվում, մենք իրավունք չունենք ավազաններ շինել։ Մենք իրավունք չունենք ավազանում շինել մարդկային եղանակով ինչ-որ միտեղ, որտեղ մենք մկրտում ենք մարդկանց։ Սա մկրտություն չէ։ Եվ Հովանեսը ուխտի բուրդ էր հագած եւ կաշուց գոտի իր մեջքին եւ նրա կերակուրը մարախ եւ այրի մեղր էր։ Եվ քարոզելով ասում էր. «Ինձանից զորավորը գալիս է իմ ետևից, որին ես արժանի չեմ խոնարհվել եւ նրա կոշիկների կապն արձակել։ Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կմկրտե ձեզ»։ Տեսեք, եթե անհրաժեշտություն կար, որպես վարդապետություն կրակը որ լիներ, այստեղ գրված կլիներ։ Սակայն երբեք Սուրբ Գիրքն իրան չի հակասում։ Ես ինքս կարդացել եմ հնագույն ձեռագրերից Մատենադարանում, բութ էր դրված Սուրբ Հոգով, այսինքն կրակով։ Այ քիչ առաջ, որ մենք լսեցինք Մատթեոս ավետարանից։ Այսպիսով եկեք բավարարվենք այսքանով, որովհետև հաջորդիվ արդեն Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը պետք է մենք սերտենք։ Ճանաչեցինք Հովանեսի ծառայության սկիզբն էլ, իմացանք այդ մասին։ Եվ եթե կան հարցեր այս ամենի վերաբերյալ, խնդրեմ լսում եմ ձեզ։ Ունենք հարցեր։ Ամեն ինչ բարձ էր։ Բարձ էր, կամ եղբայր Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի բոլորին, ուրեմն կհանդիպենք հաջորդ անգամ։ Տերը ձեզ հետ։